Քանի որ ժամերը 1 ժամ առաջ տվեցին, մենք հիմա փաստորեն 5 ժամանակով ժամը 3-ն է, այսինքն այդ ժամին Քրիստոսը խաչվել է։ Եվ այս աղոթները ժամը 3-ին է արվում Քրիստոսի խաչելության ժամանակ։ Այնպես որ այս հիմա որ մենք հավաքվել ենք ճիշտ այդ ժամն է։ Եվ այս ողորմության շաբաթը ես անցյալ անգամ ասացի, որ շատ կարևոր շաբաթ է քրիստոնյաների համար։ Տերը երբեմն մեզ գաղտնիքներ է բացում, որ մենք չենք էլ կարող հասկանալ։ Բայց քանի որ ինքը ողորմած հայր է, ինքը գաղտնիքներ է բացում, որպեսզի մենք կարողանանք օգտվել դրանցից։ Ուրեմն այս ողորմության շաբաթվա մեջ ինչքան հոգսեր ունեք, կապված թե ձեր անձերի հետ, թե ձեր ընտանիքների հետ, թե ձեր հարազատների, բարեկամների, այն հոգիների հետ, որոնց հոգսը ձեր վրա է, թե մարմնավոր, թե հոգևոր, որտեղ մարդ է, եթե ինքը ապրում է աշխարհում, ուզի չուզի, պետք է հոգս ունենա իր վրա։ Եվ Աստված երբեմն այդ բեռը դնում է մեր հոգիների վրա, որպեսզի մենք կարողանանք այդ տանել Աստծուն։ Այդ մարդիկ անկարող են լինում, հոգևոր անդամալույց են լինում, տկար են լինում։ Ինչպես այդ անդամալույցը ինչքան էլ ուզենար բժշկվել, չէր կարող, եթե այն 4 հոգին չբերեին Հիսուսի ոտքերի առաջ։ Եթե հավատքով չտանեին, այդ անդամալույցը իր տանը կմնար։ Ուրեմն երբեմն Աստված մեզ այդ 4-ից մեկի դերում է դնում աշխարհի մեջ, որպեսզի մենք այդ հոգիները, այդ անդամալույց, անկարող, մահվան դատապարտված հոգիներին տանում ենք Պետրոսի տանիքը քանդելով, այսինքն համառորեն տանում ենք Տիրոջ առաջ, դնում ենք Հիսուսի ոտքերի առաջ, բոլոր խոչընդոտները մի կողմ դնելով, ասում ենք Տեր, դու կարող ես բժշկել այս հոգուն։ Հիմա Աստված տա, որպեսզի մենք այդ 4-ի հավատք ունենանք, որպեսզի այդ բոլոր բեռն ու հոգսը տանենք Հիսուսի ոտքերի առաջ, որպեսզի Տերը եւ նրա մեղքերը ների եւ նրան առողջացնի եւ ոտքի անի։ Ուրեմն այսօր 6-րդ օրն է։ Եվ նախ սա ասեմ, որ այս օրերին այս գալիք Կիրակի օրը որ պետք է լինի, լավ կլինի, որպեսզի Սուրբ հաղորդությանը մասնակցենք մենք եւ նրանց համար, որի համար աղոթք եք անում, դուք կարող եք իրեն առաջարկել, որպեսզի գնա խոստովանի այս ողորմության շաբաթվա մեջ օգտվի այս օրերից։ Գիտեք, Աստծո ողորմությունը մեծ է, բայց անսահման չէ։ Իր ողորմությունը տևում է մեր կյանքի օրերի մեջ, տևում է ժամանակների մեջ։ Աշխարհին տրված է ժամանակ, որը պիտի շուտով վերջանա։ Ոչ թե աշխարհի վերջը, այլ ժամանակների վերջը գալիս է, եւ Տերը իր մարգարեների, ծառաների միջոցով ասում է. Ես հանկարծակի պիտի գամ ձեր տուն։ Մեր տունը այս աշխարհն է, որտեղ մենք բնակվում ենք, հանկարծակի պիտի գա, մեր չիմացած ժամին պիտի գա։ Ինչքան էլ դու խելոք լինես, սուրբ լինես, միևնույն ժամը չես իմանա, որովհետև ոչ ոք չգիտի բացի Հորից։ Եթե ինքը չի հայտնում, նշանակում է նա այնպիսի ժամանակ պիտի գա, որ մենք չենք էլ կարող սպասել։ Բայց Տերը մեզ ասում է ամեն օր սպասեք, դա ամենամեծ իմաստությունն է, որպեսզի երբ էլ գա մենք պատրաստ լինենք այն առակի նման, որ տանտերը գալիս է եւ գտնում է ծառաներին կամ պատրաստ կամ անպատրաստ վիճակում։ Ուրեմն 6-րդ օրվա աղոթքը սա է. Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, այսօր ինձ մոտ բեր հեզ ու խոնար հոգիներին եւ երեխաների հոգիներին եւ ընկղմիր նրանց իմ ողորմության մեջ։ Այդ հոգիները բոլորից ավելի հաճելի են իմ սրտին։ Նրանք զորացնում են ինձ մահվան դառը տառապանքների պահին։ Նրանք ինձ երևացին երկրային հրեշտակների պես, որոնք պետք է հսկեն իմ զոհասեղանների մոտ։ Ես նրանց վրա շնորհների հեղեղներ եմ թափում։ Իմ շնորհը միայն հեզ հոգիներն են արժանանում։ Իմ վստահությունը առաջին արժանանում են հեզ հոգիները։ Մի պահ խորհենք այս մասին, որ հեզ խոնար եւ երեխայի նման հոգիները արժանանում են Տիրոջ մեծամեծ շնորհներին։
եւ խնդրենք, որպեսզի Տերը մեզ էլ այդպիսի հոգի դարձնի։ Ամենագութ Հիսուս, որ ասացիր ինձնից սովորեք, քանզի հեզ եմ ու սրտով խոնար, բնակեցրու քո ամենագթառած սրտում հեզ եւ խոնար հոգիներին ու երեխաների հոգիներին եւ այդ հոգիները, որ հիացնում են ողջ երկինքն ու երկնավոր հոր առանձնակի ուրախությունն են, նրանք նաեւ Աստծո գահի մոտ մի հոտավետ ծաղկեփունջ են, որի բուրմունքը վայելում է Հայրը ինքը։ Այս հոգիները մշտապես բնակվում են Հիսուսի ամենագթառած սրտում եւ մշտապես սիրո եւ ողորմության հիմն են երգում հավիտյաններում։ Իմ աղոթքը ուղղված է Հորը։ Հավիտենական Հայր, ողորմած աչքով նայիր հեզ ու խոնար հոգիներին եւ երեխաների հոգիներին, որոնք բնակվում են Հիսուսի ամենագթառած սրտում։ Այդ հոգիները բոլորից հաճելի են քո որդուն եւ նրանց անուշահոտությունը բարձրանում է երկրից եւ հասնում է քո գահին։ Հայր ողորմության եւ ամենայն բարության, աղաչում եմ քեզ, հանուն այդ հոգիների հանդեպ քո սիրո եւ մասնավոր բարեհաճությանը, օրհնիր ողջ աշխարհը, որպեսզի բոլոր հոգիները քո ողորմությանը գովերքեն հավիտյաններում։ Ամեն։ Մամյալ ջերքեն։ Հիմա հետ հարության օրերն են, եւ պիտի կարդանք հարությունից հետո ինչ կատարվեց Երուսաղեմում։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Աշակերտներից երկուսը միևնույն օրը գյուղ էին գնում, որը 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր, եւ անունն էր Էմավուս։ Եվ նրանք իրար հետ խոսում էին այն բոլոր անցած բաների մասին։ Եվ եղավ, որ նրանք խոսելիս եւ վիճաբանելիս հենց ինքը Հիսուսը մոտեցավ եւ գնում էր նրանց հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Եվ նրանց ասաց. այդ ինչ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք, գնալիս եւ տրտմած եք։ Եվ պատասխանեց նրանցից մեկը, որի անունը Քղովպաս էր, եւ ասեց նրան. դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որ այս օրերը եղան նրանում։ Եվ նա ասաց նրանց. որ բաները։ Եվ նրանք ասացին. Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջ։ Ինչպես մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նրան եւ խաչեցին նրան։ Իսկ մենք հույս ունենք, թե նա է, որ Իսրայելը փրկելու է։ Այսու ամենայնիվ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան, բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրին մեզ, որ առավոտյան կանուխ գնացին գերեզմանը եւ նրա մարմինը չգտած, եկան ասացին, թե հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում են, թե նա կենդանի է։ Եվ մեզանից ոմանք գնացին գերեզմանը եւ իսկ այնպես գտան, ինչպես կանայք ասեցին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասաց նրանց. ով անմիտներ եւ թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին։ Չէ՞ որ պետք էր, որ Քրիստոսը այս չարչարանքները քաշեր իր փառքը մտներ։ Եվ սկսելով Մովսեսից եւ բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին, եւ մոտեցան այն գյուղին, ուր գնում էին, եւ նա այնպես էր ցույց տալիս, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք բռնադատեցին նրան եւ ասացին. մեզ մոտ մնա, որովհետեւ իրիկվա դեմ է եւ օրներ իջել է, եւ նա մտավ նրանց մոտ եւ եղավ, երբ որ նա նրանց հետ սեղան նստեց, հաց առավ, օրհնեց, կտրեց եւ տվեց նրանց։ Եվ նրանց աչքերը բացվեցին եւ նրան ճանաչեցին եւ նա աներևույթ եղավ նրանցից։ Եվ իրար ասացին. չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում են մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, ինչպես գրքերը բաց էր անում մեզ։
եւ ինչպես էր գրքերը բաց անում մեզ համար։ Եվ նույն ժամին վեր կացան ետ դարան Երուսաղեմ եւ 11-ին ժողոված գտան եւ նրանց հետ լինողներին, որ ասում են, թե արդարև Տերը հարություն է առել եւ երևացել է Սիմոնին, եւ նրանք պատմում էին այն, որ ճանապարհին եղավ, թե ինչպես իրեն ճանաչեցրեց հաց կտրելու ժամանակ։ Եվ նրանց այս խոսելիս Հիսուսը ինքը կանգնեց նրանց մեջտեղում եւ նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ նրանք զարհուրելով վախեցած համարում են, թե ոգի են տեսնում։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք շփոթված, ինչու համար են խորհուրդներ ելնում ձեր սրտերում։ Տեսեք իմ ձեռքերը եւ իմ ոտքերը, որ ես ինքս եմ։ Շոշափեցեք ինձ եւ տեսեք, որովհետեւ ոգին մարմին եւ ոսկոր չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ»։ Եվ սա, որ ասաց, ձեռքերն ու ոտքերը ցույց տվեց նրանց, եւ քանի որ դեռ չէին հավատում, ուրախությունից եւ զարմանքից ասաց նրանց. «Կերակուր ունեք այստեղ»։ Եվ նրանք խորոված ձկան կտոր տվեցին նրան եւ մեղրախորից։ Եվ առավ կերավ նրանց առաջ եւ ասաց նրանց. «Այս բաներն են, որ ձեզ հետ խոսեցի, քանի որ ձեզ հետ էի, թե պետք է որ կատարվեր Մովսեսի օրենքում, մարգարեներում եւ սաղմոսներում բոլոր ինձ համար գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացվեց եւ գրքերը իմանան, եւ նրանց ասաց, թե այսպես է գրված եւ այսպես պետք է Քրիստոսին չարչարվեր, երրորդ օրը մեռելների միջից հարություն առներ։ Եվ նրա անունով ապաշխարություն եւ մեղքերի թողություն քարոզվի բոլոր ազգերի մեջ Երուսաղեմից սկսած, եւ դուք այս բաների համար վկաներ եք։ Եվ ահա ես ձեզ հոր խոստումը կուղարկեմ ձեր վրա եւ դուք նստեք Երուսաղեմում, մինչեւ որ վերևից զորություն հագնեք։ Այսքանը, որ վերաբերվում է հարությանը։ Միայն հետ հարության օրերի մասին Ղուկաս ավետարանիչն է գրել։ Եվ շատ կարևոր հատված է, որովհետև այս հատվածի մեջ ամեն մեկը կարող է իրեն տեսնել։ Եթե դու Քրիստոսին հավատում ես, բայց քո սիրտը տրտմած է եւ Երուսաղեմից հեռանում ես, որտեղ Աստծո ներկայությունը կա, ապա նշանակում է քո հավատքը այս Էմաուսի ճամփորդների նման թերի է։ Եվ Տերը հատուկ ավետարանի մեջ գրել է տվել այս տողերը, որպեսզի նրանց միջոցով բոլորս ճանաչենք մեզ եւ տեսնենք մենք ինչքանով ենք վստահում Աստծո խոսքին։ Երբ որ այս մարդիկ գնում են, իրեր հետ վիճաբանում էին, կարող էին գնալ, ինչու էին վիճաբանում, որովհետև եթե Քրիստոսի ներկայությունը չկա մարդկանց մեջ, ապա նրանք միշտ պիտի վիճաբանեն, պիտի կռվեն, պիտի թշնամանան, որովհետև խաղաղության իշխանը իրենց հետ չի։ Հիսուսի անունը նաև կոչվում է խաղաղության իշխան։ Եթե եկեղեցիները, ընտանիքները, մարդիկ, անհատները վիճաբանում, կռվում, թշնամանում են, նշանակում է նրանք Հիսուսից հեռու են։ Նշանակում է նրանց սրտերում չկա խաղաղության իշխանը։ Եվ այս մարդիկ նաև տրտմած էին, տխուր էին։ Սա էլ է կարևոր հանգամանք ամեն մեկի համար, որը առանց Քրիստոսի է ապրում, առանց հավատի է ապրում։ Վիճաբանություն, թշնամություն եւ տրտմություն։ Տրտմության մի տարատեսակ նաև տրտունջ է։ Մեր կյանքում ամեն բան պատահում է։ Կամա թե ակամա մենք հանդիպում ենք խոչընդոտների, ֆիզիկական, հոգևոր եւ մտավոր, անհաջո բաների, որոնք մեզ դուր չեն գալիս, բայց ստիպված պետք է կամ համբերենք, կամ հաղթահարենք, կամ էլ պիտի հետ կանգնենք այդ դժվարություններից։ Բայց եթե լավ նայենք եւ մեզ եւ աշխարհին կտեսնենք, որ մարդիկ այդ դժվարության ժամանակ շատ են տրտնջում։ Միևնույն է, մարդը այդ բեռը պիտի տանի, բայց տրտնջալով է տանում։ Ասեմ, եթե մարդը
իրեն հասանելի խաչը տրտնջալով է տանում, նշանակում է այդ խաչը Քրիստոսի խաչը չէ։ Տերը ասեց. «Ուրացեք ձեր անձերը եւ խաչը վերցրեք եւ եկեք իմ հետևից»։ Խաչ նշանակում է կենդանարար խաչ, թե չէ ավազակներն էլ էին խաչվել։ Շատ մարդիկ էին խաչվել, բայց Հիսուս ասեց իմ խաչը վերցրեք, իմ խաչը։ Այսինքն այն չարչարանքները, այն նեղությունները, որոնք Քրիստոսի համար են, դա մեզ միայն ուրախություն եւ խաղաղություն եւ ամենակարևորը զորություն պիտի պարգևի։ Բայց եթե չի պարգևում, նշանակում է մենք ուրիշ խաչ ենք վերցրել, ոչ թե Քրիստոսի խաչը։ Ամեն մեկս մեր բաժին խաչ ունենք աշխարհի վրա։ Մեկը ընտանեկան խաչ ունի, մեկը որդիների խաչ ունի, մեկը ծնողների խաչ ունի, մեկը ամուսնու խաչ ունի, մեկը կնոջ խաչ ունի, մեկը հարսի խաչ ունի, մեկը կեսուրի խաչ ունի, մեկը զոքանչի խաչ ունի, տեսեք ինչքան խաչեր եմ ասում։ Ամբողջ խաչերը աշխարհով լեցուն են։ Բայց Աստված չի ասում ձեր զոքանչների, կեսուրների խաչը վերցրեք, ասում է Քրիստոսի խաչը վերցրեք։ Այս խաչը բոլորովին տարբերվում է մնացած խաչերից։ Այս խաչը կենդանարար խաչ է։ Այս Կղեոպասը եւ իր ուղեկիցը տանում են իրենց խաչը, որը տրտնջի եւ վիճաբանության առիթ էր տալիս։ Բայց ահա խաչյալը երևաց նրանց եւ ասեց. ինչու եք տրտում, ինչու եք վիճաբանում։ Եվ այս մարդիկ կարծես հարցակվեցին այս մարդու վրա։ Ասում են ինչա մենակ դու ես, այսինքն չես հասկանում ինչի առիթով ենք մենք, ինչի համար պիտի վիճաբանենք։ Արդեն երրորդ օրն է այն Հիսուսը, որը մեծ մարգարե էր, մեծ մարդ էր, ահա խաչվեց, իսկ մենք կարծում ենք, թե նա է, որ պետք է Իսրայելը փրկեր։ Այդ խոսքերի վրա ուշադիր եղեք, նրանք Հիսուսին ինչ անուն տվեցին՝ մարգարե եւ մարդ։ Այս գրվածքի մեխը բանալին այս երկու խոսքի մեջ է՝ մարգարե եւ մարդ։ Այսինքն այս մարդկանց վիճաբանության, տրտմության եւ ոչ ուրախ վիճակը նրանից էր գալիս, որ կարծում են, թե Քրիստոսը մարդ է եւ Քրիստոսը մարգարե է։ Ուրեմն սիրելի հայորդի մարդ, որ դու հիմա լսում ես, իմացի, եթե Քրիստոսը քեզ համար մարդ է եւ Քրիստոսը քեզ համար ընդհանրապես մեծ մարգարե է, ապա քո ամբողջ կյանքում մի հատ տրտմություն, տխրության շղթա պետք է լինի։ Քո մեջ երբեք ուրախություն եւ խաղաղություն չի կարող լինել, որովհետեւ դու կարծում ես, թե Քրիստոսը մարդ է եւ մարգարե։ Ուրեմն իմանանք, մեր ամբողջ տրտմությունների եւ տկարությունների եւ մնացած բոլոր պարտության պատճառը դա նա է, որ Քրիստոսին որպես Աստված չենք ընդունում եւ որպես Աստված չենք պաշտում։ Սա է գաղտնիքը։ Նայիր ամբողջ աշխարհը մեղքի, անառակության, պղծության, վախի, ցնորքների եւ ամեն տեսակի հոգուն հակառակ վիճակների մեջ է, նրա համար որ իրանք Քրիստոսին որպես Տեր, որպես Աստված չեն ընդունում։ Ինչ անենք, մուսուլմանները ընդունում են Քրիստոսին որպես մարգարե։ Դրանից նրանք փրկություն ունեն։ Երբեք։ Եթե մարդը չի հավատում, որ Քրիստոսը Աստված է, նա ինքը մնում է մեղքերի մեջ։ Մարդը միայն կարող է փրկվել այն ժամանակ, որ իմանա, որ Աստված իր համար խաչվել է, Աստված իր սուրբ արյունը թափել է եւ Աստված փրկagorցություն արի խաչի վրա։ Միայն այդ ժամանակ մարդը կարող է փրկվել։ Ուրիշ փրկություն չկա։ Ուզում ես Քրիստոսին մարգարե ընդունի, ուզում ես հրաշագործ ընդունի, ուզում ես աշխարհի ամենաառաջին մարդը ընդունի, մեկ է, դրանից փրկություն դու չես ունենա։ Ես մի ժամանակ, երբ որ ամեն գիրք կարդում էի, որովհետև ծարավ ունեի այդպես հոգևորի, Սատանան էլ այդ Եհովայի վկաների միջոցով ինձ այդպես գրքեր էր խցկում իմ տեսողության տակ, ես էլ կարդում էի, մի գիրք ընկավ, շատ շքեղ հրատարակված, աշխարհի ամենազորավոր մարդը, այդպիսի գիրք էր, Եհովայի վկաներ են գրել եւ դա գրած էր Հիսուսի հրաշագործություններ, ամեն բան ինչ որ ավետարանի մեջ կա գրած։
Իսկ կարծում եմ, ասում եմ, իսկապես Հիսուսը շատ զորավոր մարդ է, եթե այսքան բան արել է։ Տեսեք սատանայի խաբկանքը։ Ինքը իրենների միջոցով աշխարհին Հիսուսին ներկայացնում է որպես մարդ, որպես ամենազորավոր մարդ, որը կարող է մեռելներից հարություն տալ, կույրեր բժշկել, բորոտներ մաքրել, անդամոլույսներ ոտքի կանգնացել, բայց նա մարդ է։ Դες սատանան ինչքան նուրբ է գործում, նա ամենաառաջինն է դնում Հիսուսին, բայց այդ ամենաառաջինի մեջ մարդը փրկություն չունի, որտեղ Հիսուսը մնում է մարդ։ Եվ այս Էմաուսի ճամփորդները ճիշտ այդ մոլորության մեջ են, սատանան նրանց կարողացել էր նրանց մտքերի մեջ դնել, որ այն մարգարեն, այն մարդը, որին մենք սպասում ենք, որ ահա նրա միջոցով Իսրայելը պիտի փրկություն ստանար, նա խաչվեց ու վերջ։ Եվ դեռ իրանք ասում են այն կանայք, որ գնացել են գերեզմանը, տեսան, որ դատարկ է, նույնիսկ դրան չհավատացին, որտեղ չէին ընդունում եւ չէին հավատում, որ Հիսուս Քրիստոսը Աստված է։ Աստված երբեք չի կարող մեռնել, նա հավիտենական է։ Լույսը երբեք չի կարող խավարի վերածվել։ Քրիստոսը երբեք չէր կարող մեռնել, եթե նա իրեն թույլ չտար, որպեսզի իրեն խաչեին, սպանեին, գերեզմանը դնեին, բայց Սուրբ Հայրերը ասում են, երբ որ Քրիստոս իջավ դժոխք, մահը սարսափեց, այսով է եկել իր իշխանության մեջ։ Լույսը մտել է խավարի մեջ, դժոխքը սարսափեց Հիսուսի ներկայությունից և չկարողացավ 3 օրից ավելի տանել, բայց Քրիստոս այդ 3 օրը պիտի երկնքի ներքում մնար, որովհետև ինքն էր ասել, ինչպես Հովնան մարգարեն կետ ձկան փորում մնաց 3 օր, այդպես էլ ես երկրի սրտում պիտի մնամ։ Եվ այդ 3 օրը նա իջավ գերեզման էլի հոգիների համար։ Պետրոս առաքյալ ասում է, նա իջավ դժոխք ավերեց եւ Աբրահամի գոքում գտնվածներին, այսինքն արդարներին հանեց եւ նրանց հանեց, որոնք հավատացին, որ Քրիստոսը փրկիչն է։ Մինչ ջրեղեղ եղող հոգիներին էլ քարոզեց։ Տեսեք Աստծո զարմանալի գործերը։ Նա դժոխքում էլ քարոզեց փրկության լուրը։ Ահա այսպեսի Աստված ունենք, որ դժոխքում էլ կարող է ավետարան տանել, եթե հավատան կփրկվեն։ Ուրեմն, եթե դու հայ ես եւ դու ասում ես առաջի քրիստոնյա ես եւ դու հավատում ես, որ դու քրիստոնյա ես, բայց չես հավատում, որ Քրիստոսը Աստված է, ապա դու Երուսաղեմից, այսինքն փրկության վայրից հեռանում ես։ Եվ այս ճամփորդները, երբ որ լսում են Հիսուսին, տեսեք, Հիսուսը նրանց առաջի խոսքը ասեց, ով անմիտներ, նրանք կարող են նեղանալ, կարող են բարկանալ, կարող են չգիտեմ ինչ, բայց Աստվածային ներկայությունը այնքան մեծ էր, իրանք չէին էլ հասկանում, երբ որ Հիսուսը խոսեց, իրանք սրտերը ասում է տակնու վրա եղավ։ Եվ նրանք երբ որ լսում են Հիսուսին եւ հասկացան, որ այս մեկը գրքերը լավ գիտի։ Չեք կարծացել, ասում եմ Մովսեսին, մարգարեներին եւ ըստ Սաղմոսների, որ Քրիստոսը պետք է չարչարվեր, պետք է խաչվեր, պետք է մեռներ, բայց եւ պետք է հարություն առներ։ Այս մարդիկ ամբողջ կյանքում լսել են այդ մարգարեական գրքերը, կարդացել են Սաղմոսները, բայց հավատ չունեին այդ խոսքերի հանդեպ։ Դու կարող ես անգիր իմանաս ամբողջ Աստվածաշունչը, բայց եթե հավատ չունես այդ խոսքերի հանդեպ, ապա քո հավատը փուչ է, փրկարար չէ։ Փրկությունը հավատքով է, ոչ թե գիտությունով։ Սատանան մեզանից ավելի լավ գիտի ավետարանը։ Ինքը Հիսուսի հետ փորձառության ժամանակ ինքը ավետարանից եւ Աստվածաշնչից էր մեջ բերում։ Այնպես որ խոսքով, որ դու գիտես անգիր կամ չգիտեմ ինչ գիտես, անգիր աղոթներ գիտես, չգիտեմ տարբեր բաներ գիտես, Սատանան քեզնից լավ գիտի։ Դրանով չես զարմացնի իրեն, բայց Սատանան հավատ չունի այդ խոսքի հանդեպ։ Միայն հավատքով է, որ կարող է մարդը փրկվել։
Աստված այդ կենթանի հավատքից բոլորիս շնորհի։ Եթե տկարացել ենք հավատքի մեջ կամ չունենք հավատք, որ Քրիստոսը Տեր է եւ Փրկիչ է, խնդրենք Աստծուն եւ ասենք Տեր, ես չեմ հավատում, որ դու ինձ կարող ես փրկել, ով գերեզմանից դուրս եկավ, որպեսզի ես դուրս գամ։ Երեխայի նման եղի, այսօր աղոթքի մեջ կարդացինք, Հիսուսը սիրում է երեխաների նման հավատք ունեցողներին։ Երեխաներին ինչ ասես, նա կհավատան։ Ամենացնդած բաներն էլ ասես, այդ երեխաները հավատում են։ Զարմանալի բան է երեխաների հավատը։ Ծնողները ամեն մի փուչ խոսքերին այնպես են հավատում։ Երանի մենք երեխայի նման հավատայինք Աստծո ճշմարիտ խոսքերին։ Այդ ծնողները ինչ փուչ սուտ բան ասում ես, երեխաները հավատում են։ Հետո մեծանում տեսնում ես ծնողները ընդհանրապես սուտ ասաններ են։ Բայց երբ որ ավել են մեծանում, իրենք փնտրում են ճշմարիտ, ով կարող է խոսել, որ հավատան նրան։ Եվ ով փնտրում է ճշմարտությունը, գտնում է ճշմարտությունը, որ է Հիսուս Քրիստոս։ Տեր այդ ճշմարտության մեջ մեզ հաստատ պահի։ Այստեղ մի բառ ասել սաղմոսներ, տեսեք Քրիստոսի հարության մասին, նաև սաղմոսների մեջ, մարգարեներին հավասար սաղմոսները դրեց։ Ես նորից եմ ասում, որ սաղմոսները շատ կարևոր են քրիստոնյայի կյանքում։ Մենք կարող է ավետարանը կարդանք, կարող է մարգարեները կարդանք, բայց սաղմոսները դրանք նաև աղոթքներ են, հոգու համար կենարար աղոթքներ են։ Ոչ մի օր բաց չթողենք առանց գոնե սաղմոս լսելու, որ հիմա Փառք Աստծո Վեմ ռադիոկայանը ամեն օր սաղմոսներ է տալիս։ Այդ հաղորդումների ժամանակ, եթե չեք կարդում, գոնե լսեք սաղմոսները։ Որտեղ Իսրայելներն են լսում, երբ որ գնում են շաբաթօրը սինագոգերը, նրանք սաղմոսներ են լսում։ Եվ նրանց երգերի մեծ մասը, ժողովրդական այսպես երգերը, սաղմոսներ են եղել։ Եթե Երուսաղեմում որևէ տոնակատարության ժամանակ հանդիպեք իսրայելացիներին, կտեսնեք, որ նրանք երգում պարում են Սաղմոսի խոսքերի տակ, Սաղմոսի երաժշտության տակ։ Այս ժողովուրդը Սաղմոսով հագեցած ժողովուրդ է, որտեղ Սաղմոս իրենց Դավիթ թագավորի երգերն են։ Եվ Տեր ուզում է, որպեսզի մենք էլ այդ Սաղմոսների օրհնությանը, զորության աղոթ լինենք։ Այդ գիրքը, որ դուրս է լույս տեսավ, բան բժշկության, այնտեղ բացի նարեկից գրված է նաև Սաղմոսներով բժշկության մասին։ Այս մասին առաջի անգամ է լույս աշխարհ գալիս, թե ինչպես կարելի է սաղմոսներով բժշկվել։ Թող Տերը հանդգնություն չի համարի, որ այդ առաջի անգամը այս մեղավորից միջոցով է լույս աշխարհ եկել, բայց ինչ որ մեկի միջոցով պիտի լույս աշխարհ գա էլի։ Ինչ կարևոր է ում միջոցով։ Բայց ով որ հավատա այդ սաղմոսներով պիտի զորություն առնի Տիրոջից, թե բժշկության, թե հաղթության։ Մեր սուրբ հայրերը սաղմոսներով պատերազմել են բարի պատերազմը։ Այն ժամանակ, երբ որ դևեր ավելի զորավոր են, ավելի ահռելի են, ավելի մեծ իշխանություն ունեն, որտեղ Քրիստոսը դեռ հարություն չէր առել, այսինքն նրանք լրկել էին ամբողջ աշխարհը իրենց ուզած ձևով, այդ ժամանակ Աստված հարությամբ, զորությամբ, Սուրբ Հոգու միջոցով, սաղմոսներով, աղոթներով սատանայի իշխանությունը ծնկի բերեց։ Ցրեց սատանայի զորությունը այդ իր ծառաների միջոցով, որոնք գիշեր-ցերեկ աղոթում էին։ Օրինակ այդ վանականները գնում էին ինչ-որ քարանձավում իրանց համար աղոթք են անում։ Ինչու են դևերը դեմ։ Այդ զորավոր մարդը, որ աղոթքի հոգի ունի, հավատ ունի, մարդկանց մեջ չի քարոզում։ Գնում է իր համար անապատում կանգնում է, սկսում է ամեն առավոտ Աստծուն փառք տալ, փառաբանել սաղմոսներով, իր գունները, գիշերները։ Այս սատանա ինչու է դեմ դուրս եկել նրան, ինչ է անում ինքը։ Ինչու է վախենում, որ ինքը սաղմոս է ասում։ Նշանակում է դրա մեջ մի մեծ զորություն կա, որ մենք չգիտենք, բայց սատանան շատ լավ գիտի։ Դրա համար ամեն բան խանգարում է, ամեն բան անում է, որպեսզի վանականները իրենց տեղերից դուրս գան եւ գնան։ Երբ որ մի աշակերտ իր ուսուցչին, վանականին, Սուրբ օրը հարցնում է, ասում է, այս սաղմոսները, որ կարդում եմ, բան չեմ հասկանում, գրափար է գրված։ Այս Սուրբ հայրը սա փորձառու է լինում։ Ասում է ոչինչ, որդյակս, դու կարդա, սատանան հասկանում է։ Ինքը հասկանում է այդ բառերը, որ դու կարդում ես։ Կարող է դու չի հասկանաս։ Դու երբ որ դեղը խմում ես, դրա քիմիական այդ անալիզները, բաները չգիտեմ ինչ է, դու չգիտես ինչից է բաղկացած։
դու չես էլ կարող իմնալ, բայց հավատքով խմում ես այդ դեղը։ Այդպես էլ մենք շատ բան կարող է չհասկանանք, Սաղմոսը կարող է մենք չհասկանանք բուն էությունը, միտքը, լավ է, ինչքան որ կարող ենք հասկանում ենք, բայց ինչ որ չենք հասկանում, Սատանան լավ հասկանում է։ Դրա համար Տերը տա, որովհետեւ մենք հավատքով կարդանք Սաղմոսներն ու Աստծո տված այդ աղոթքները Նարեկի միջոցով, որպեսզի կարողանանք հաղթող կյանք ունենալ։ Եվ ասում են նրանք բռնադատեցին Հիսուսին, այսինքն համարյա զորով ասեցին, «Էլ մի գնա, արի մեր հետ», որտեղ այդ խոսքերը իրենց խաղաղություն էր տալիս, որտեղ Հիսուսը ասել էր խաղաղություն ձեզ։ Եվ երբ որ նրանք այդ խաղաղություն այ մարդ, այսքան լսեցիր, այդքան տեսնում էր այդ մարդուն, որը կողքիցդ գալիս է, ինչ իմացար, որ ինքը Քրիստոսն է, ինչ պատահեց քեզ։ Նրանք օրհնության աղոթք լսեցին։ Նրանք լսեցին աստվածային ձայնը, աղոթքի միջոցով եւ կտրված հաց կերան։ Այդ կտրված հացը, որ Հիսուսը տալիս է մեզ, դա իր մարմինը եւ արյունն է, որ եկեղեցիներում Աստված բաժանում է։ Մարդը կարող է Հիսուսին ճանաչել, եթե հարաբերվում է իր հետ Սուրբ Հոգով։ Եվ այդ Սուրբ Հոգին է, որ հացը դարձնում է մարմին, գինին արյուն։ Եվ մենք ստանում ենք Աստվածայինը մեր մեջ, եւ մենք ճանաչում ենք, որ Քրիստոս Աստված է եւ Տեր է։ Երկու օր առաջ մի եղբոր հետ խոսում էինք այդ Եհովայի վկաների մասին, ինքը շատ է սիրում իրանց հետևից գնալ եւ բռնել իրենց, եւ ես միշտ նմանեցնում եմ այդպես հատուկ վարժեցրած մարդիկ կան, որոնք գնում են այդպես հատուկ այդպես զոհի հետևից, ինքն էլ գնում է միշտ այդ Եհովայի վկաների հետևից, իրան արդեն անունով գիտեն։ Ասում եմ մեկը ինչքան էլ խոսես, նրանցից ոչ մեկը դարձի չի գա։ Ասում եմ իսկապես, ես քանի տարի խոսում եմ այդքան բանի մասին, ոչ մեկը դարձի չի եկել։ Պարզապես վախենում են, որ ինձ տեսնում են, որտեղ գիտեն, որ չեն կարող իմ հետ պարզ խոսել կամ մյուսների նման խոսել։ Ասեցի, այո, կարող է իրենք այդպես վախենան, բայց մեկը իրենք դարձի չեն գա։ Ասում եմ ինչու։ Ասում եմ շատ պարզ գրված է ավետարանի մեջ, որտեղ ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր կոչել, եթե ոչ Սուրբ Հոգով։ Ով կարող է Հիսուսին Տեր կոչել մարդ արարած, եթե չունես Սուրբ Հոգին։ Նրանք մերժում են Սուրբ Հոգին, ուրեմն չեն կարող երբել Հիսուսին երբեք Տեր կոչել։ Ուրեմն եթե մարդը չունի Սուրբ Հոգին, Հիսուսը նրանց համար Տեր չէ, այլ մարդ է։ Մուսուլմանները, որոնք Սուրբ Հոգին մերժել են որպես Աստված եւ չեն էլ կարող ընդունել, որտեղ Հիսուսին իրանք չեն կարող ընդունել որպես Աստված, այսինքն Սուրբ Հոգով է, որ մարդը կարող է Հիսուսին Տեր կոչել։ Ամբողջ գաղտնիքը սրա մեջ է։ Այդ դեպքում շատերը, որ մկրտված են Սուրբ Հոգով, ինչու նրանք Հիսուսին որպես Տեր չեն ընդունում։ Որովհետև նրանք ուրացել են Սուրբ Հոգուն իրենց գործերով։ Այնքան քրիստոնյաներ կա, հայեր, երբ որ ասում ես, ասում եմ քրիստոնյա ես, բա ինչ եմ, ախպեր ջան, մուսուլման չեմ։ Լավ է, որ հայ ես ու մուսուլման չես, այլ քրիստոնյա ես։ Բայց քո ապրած կյանքը ում է նման, մուսուլմանի, թե հեթանոս հայի։ Ոչ նրան, ոչ էլ նրան։ Մեր հայերը հիմա հեթանոսներից ավելի վատ են ապրում։ Հեթանոսները գիտեք, ինչ-որ կուրք էին պաշտում, կարծում էին Աստված է, բայց նրանք ոչինչ պետք չէ իրանց։ Իրանց ստամոքսն իրենց Աստվածն են դարձրել, իրանց փողի քանակ իրենց Աստվածն է, իրենց առողջությունը իրենց Աստվածն է, կամ չգիտեմ, ինչ որ դնում են Աստծուց առաջ, Աստված է դառնում։ Ուզում է հարազատ լինի, բարեկամ լինի, որդի լինի, կին լինի, ամուսին լինի, ինչ ուզում է լինի։ Եթե Աստծուց առաջ է, Աստծուց ավելի շատ է սիրում, նշանակում է այդ քո Աստվածն է։
Դրա համար Աստված կուռքերը փշրող զորություն ունի։ Երբ որ թույլ ես տալի, որպեսզի նա գա, քո կյանքը մտնի, մենք տեսար քո ամբողջ այդ սիրելիների համակարգը դառնում է ոչինչ։ Հիսուսը դառնում է առաջինը։ Ինքը նախանձոտ Աստված է, ինքը չի սիրում իր գահը կիսել ուրիշի հետ։ Ինքը Աստված է, Տերը եւ Թագավորը ուզում է այդպեսի լինել մեր մեջ։ Մնացած իրենց տեղերում պիտի լինեն։ Բայց դժբախտաբար շատ մայրեր, մանավանդ մայրեր, իրենց երեխաներին կուռքերի են վերածել։ Դրա համար երեխաները լկստված կուռքերի են նման, ինչ ուզում անում են։ Ինչ ասես ուզում են, եւ այս մարդիկ ինչպես կուռքերին կհաչեցնեն, այդպես էլ իրենց երեխաներին են հաչեցնում։ Գիշեր ցերեկ բթեն նրանց որովայնները, իրենց սիրելի խաղալիքները առնեն, ուտելիքները առնեն, հագնելիքները առնեն, մեկ է դարձնել մի հատ քարշելի կուռք, որը երբ որ մեծանում է, սկսում է ստրկացնել այդ ծնողներին եւ դժբախտացնել, որովհետեւ դրանց միջոցով սադաման է գործում։ Ամեն մեկը իր տեղը պիտի ունենա, երեխան իր տեղում, կինը իր տեղում, ամուսինը իր տեղում, ամեն մեկը իր տեղում, ապա թե ոչ նրանք Աստծո կվերածվեն քեզ համար եւ այսինքն կուռքի եւ նրանք պետք է քեզ գիշեր ցերեկ տանջեն։ Այդպես է, եթե դու Աստծուն առաջի տեղում չդնես։ Եթե Աստված է, ուրեմն Աստված է, ուրեմն պետք է Աստծուն պաշտենք հոգով եւ երկրպագությամբ եւ որպես Աստված առաջի տեղը տնենք։ Նա առաջինն է, նաեւ նա վերջինն է։ Տերը մեզ իմաստություն տա այս հարցում։ Երբ որ ասում է երեկո էր, նրանք չէին ուզում որպեսզի այս Հիսուսը գնա, որտեղ արդեն երեկո էր։ Լավ է, որ նրանք մտածում են Հիսուսի մասին։ Կանչեցին այդ տունը, Հիսուս հացը կտրեց, երբ որ նրանք ճանաչեցին, որ Տերն է, նա չքացավ, այսինքն վերացավ նրանց աչքերից, քանի որ նա հարության մարմին ուներ, կարող էր մի վայրկյանում աներևույթ դառնալ, եւ իսկապես նա աներևույթ դարձավ։ Եվ ինչ արեցին այս Էմաուսի ճամփորդները։ Կարդանք, տեսեք, ինչ արեցին, երբ որ ճանաչեցին, որ Քրիստոսը հարություն է առել։ Դրանից հետո իրենց առաջի քայլը ինչ եղավ։ Եվ նրանք իրար ասացին, չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում են մեզանում, երբ որ ճանապարհին մեզ հետ խոսում էր, եւ ինչպես էր գրքերը բաց անում մեզ համար։ Եվ նույն ժամին վեր կացան եւ ետ դարձան Երուսաղեմ։ Եսեք այս մարդիկ, որ Հիսուսին ասում են, լավ չէ, երեկո է, արդեն գնում ես ինչ-որ ուրիշտեղ, լավ կլինի մեր հետ մնաս։ Մարդկայնորեն քայլ էր, ճիշտ էր։ Բայց երբ որ իրանք հավատացին, որ Քրիստոսը Աստված է եւ հարություն է առել, առանց վախենալու, վեր կացան նորից Էմաուսից գնացին Երուսաղեմ։ Տեսակ քայլը։ Անվախ, առանց ոչինչից վախենել, ոչ մահվանից, ոչ մտանգից, ոչ մի զորությունից, նորից գնացին Երուսաղեմ, որտեղ Տերը փրկություն էր պատրաստել իրենց։ Սա է Տիրոջ քայլը, Տիրոջմով քայլը, երբ որ մարդը հավատում է, որ Քրիստոսը Աստված է։ Նրա համար այլևս մահը, մնացած զորությունները, խավարը, մութը, սատանան այլևս ոչ մի զորություն չի ունենում։ Նա ուղիղ գնում է դեպի փրկություն։ Եվ այդ ճանապարհին ոչ ոք նրան չի կարող հանգարել, որտեղ Աստված իրենց հետ է։ Տերը այդ հավատքով մինչև փրկություն մեզ քայլելու շնորհ տա։ Եվ երբ որ նրանք խոսում են, Հիսուսը կանգնեց նրանց մեջտեղում եւ նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ որ մարդիկ չեն հավատում, որ Հիսուսը հարություն է առել, որ Հիսուսը Քրիստոսն է, օծյալն է, Տերն է, նա այս մարդը միշտ անխաղաղություն պիտի ունենա։ Չնայած նրանք ձուկել ունեին խորոված, մեղրախորիցով հացել ունեին, այսինքն նրանք կարիք չունեին ոչ մի կերակուրի։ Տունել ունեին, որտեղ ապրում են, միասին էին, էլ ինչ է նրանց պետք։ Առաքյալներ էին, Քրիստոսի սիրելիներ են, աղոթք էին սովորել Հիսուսից։ Ամեն բան կար, որպեսզի երջանիկ լինեին եւ լավ լիներ, բայց ինչու լավ չէ իրենց վիճակը, անխաղաղ, տագնապած, որովհետեւ նորից գաղտնիքը սրա մեջ է, որ չէին հավատում, որ Քրիստոսը հարություն է առել։ Ուրեմն մեր բոլոր հավատքի տկարության գաղտնիքը սրա մեջ է, որ չենք հավատում, որ Քրիստոսը հարություն է առել եւ մենք էլ պետք է հարություն առնենք։ Հիմա ձեզանից ամեն մեկը թող իր սրտը ձեռքը դրնի իր սրտի վրա եւ ասի. ես հավատում եմ, որ Քրիստոսը հարություն է առել։ Եթե հավատում ես, որ Քրիստոսը հարություն է առել,
Ապա երկրորդ հարցը դու հավատում ես, որ դու էլ մեռելներից հարություն պիտի առնես։ Այս երկու հավատքի մեջ ոչինչ չի կարող այլևս մեզ խանգարել, ոչ մահ, ոչ սով, ոչ հիվանդություն, ոչ տառապանք, ոչ փորձություններ, այլևս ոչ մեկ իզորու չէ մեզ խանգարելու։ Ուրեմն եթե նեղությունները, փողի պակասությունը, որից շատ են տրտնջում շատերը, հիվանդությունները, որոնց համար շատ են տրտնջում շատերս, եւ մնացած դժվարությունները, որոնք աշխարհում կա, եւ մեզ տրտմություն է պատճառում, անհանգստություն է պատճառում, վախ է պատճառում, նշանակում է ես չեմ հավատում, որ Քրիստոսը հարություն է առել եւ ես էլ պիտի հարություն առնեմ։ Քո հավատքը սրանով է որոշվում։ Թե չէ ես հավատում եմ, ես էլ կարող եմ ասել։ Հակոբոս առաքել ասում է դևերն էլ են հավատում, հետո ինչ օգուտ այդ հավատից։ Ուրեմն կա կենթանի հավատ, որին մենք անհաղորդ ենք։ Թող ոչ ոք իրեն չխաբի։ Կա կենթանի հավատ, որը հաղթում է ամեն տեսակի անհանգստություն։ Սրբերը, երբ որ եկել է հիվանդությունը, իրենք փառավորել են Աստծուն եւ ասել են. «Սա իմ հոգու փրկության համար է ուղարկված Աստծուց»։ Սրբերը, երբ որ նեղություն է եկել իրենց ընտանիքի կամ չգիտեմ ում վրա, կողքի վրա, ասում են. «Սա Տիրոջից է մեր մեղքերի համար»։ Համբերենք, Աստված ողորմած է, պիտի բժշկի, եթե չբժշկել, ապա սա հոգու փրկության համար է։ Կա հիվանդություն, որը տանում է մահվան, կա հիվանդություն, որը տանում է փրկության, կա հիվանդություն, որը տանում է սրբության։ Եթե հավատում ենք, որ ամեն բան, ինչ որ մեր հետ պատահում է Աստծուց է, եւ հավատում ենք այդ բանին, ապա իմացեք, ամեն չարիքից Աստված բարիքի է փոխելու։ Հիվանդանաս պիտի սրբվես, հիվանդանաս պիտի զորանաս, հիվանդանաս պիտի փրկվես։ Տեսեք, ինչ զարմանալի բան է։ Ամեն չարիքից Աստված բարիքի է փոխում, ի շնորհիվ քո հավատի։ Երբ որ մեկը, հայրերից մեկը այդ տարի չհիվանդացավ, ամեն տարի ինքը ծանր հիվանդանում էր։ Երբ որ տարին վերջացավ, սկսեց նեղ սրբվել, ասում են ինչ եղել Սուրբ Հայր։ Ասում է այս տարի Տերը ինձ չայցելեց։ Տեսեք, ինքը ոնց էր ընդունում հիվանդությունը, անվախորեն։ Եկուս գա էլ հիվանդությունը, նշանակում է սա Աստծո այցելություն է մեր փրկության համար, մեր զորության համար։ Աստված այսպես ամեն դժվարություն դիմակայելու հավատ շնորհի բոլորիս։ Եթե չունենք, խնդրենք Աստված պիտի տա։ Տեր, ես չունեմ այս հավատը, որ ամեն բան քո ձեռքից ընդունեմ եւ ամեն չարիք, որ գալիս է աշխարհի մեջ, կամ իմ վրա, կամ իմ ընտանիքի մեջ, օգնիր քո ձեռքից ընդունեմ։ Օգնիր, Տերը միթե պիտի այս քանչելի աղոթքը չլսի, որ ինքն է ասել, խնդրեցեք պիտի Տեր, որտեղ դու խնդրում ես բարի բան, դու խնդրում ես Աստծո զորությունը, որպեսզի կարողանաս հաղթահարել ամեն մի դժվարություն, փորձություն, որ գալիս է աշխարհում ամեն մարդու վրա։ Այս առաքյալները տագնապած են եւ տրտմած են, բայց երբ որ հարության Հիսուսին տեսան, սարսափեցին։ Բայց Հիսուս ասեց. «Ինչու է ձեր սրտերում խորհուրդներ ելնում, շոշափեցեք եւ տեսեք, որ ես եմ»։ Ինքը ամեն բան արեց, որպեսզի ապացուցի, որ ինքը Քրիստոսն է։ Նույնիսկ ցույց տվեց, որպեսզի շոշափեն իրեն։ Երբեմն Աստված մեր հավատքը հաստատելու համար նշաններ է տալիս։ Դա կարող է երազի միջոցով լինել, դա կարող է այցելությամբ լինել, տեսիլքով լինել, ամեն ձևի բաներ կարող է Աստված անել։ Եվ հիմա քեզ սիրելի քույր, շատ ժամանակ քույրեր են այդպիսի բաներ պատմում եւ եղբայրներ։ Ձեզ ասեմ, սա երբեք չի նշանակում, որ դու լավ հավատ ունես։ Սա նշանակում է դու այնքան տկար ես, որ Աստված այդպիսի ձևերով, այսինքն հոգևոր շոշափելով է քեզ թույլ տալիս, որպեսզի դու հավատաս, որ Քրիստոս քեզ հետ է։ Այնպես որ քո հրեշտակային տեսիլքները, չգիտեմ ինչեր, որոնց դու հպարտանում ես, դրանք քո տկարության հետևանքն է, ոչ թե քո զորության։ Իմացար, սիրելի քույր, այնպես որ հանկարծ չհպարտանաս քո տեսածներով, Աստված պարզապես ողորմել է քեզ, որպեսզի դու շոշափես իրեն, որպեսզի չսարսափես, որպեսզի չընկնես, որպեսզի հավատքի մեջ հաստատ լինես։ Իսկ ճշմարիտ հավատքը ոչ մի նշան չի փնտրում։
Պողոս առաքյալը ասում է, մենք հավատքով ենք քայլում, ոչ թե երևույթով։ Ավետարանի ամենայն սիրելի նախադասությունը։ Մենք հավատքով ենք քայլում, ոչ թե երևույթով։ Երևույթը մեզ երբեք չի կարող տեղ հասցնել։ Սատանան երևույթի մասնագետ է։ Երևույթ ես ուզում ունես երևույթներ անի, որ նույնիսկ մեռելներ հարություն տա, որպեսզի խաբի քեզ։ Դրա համար մենք պետք է երևույթով չքայլենք, այլ հավատքով։ Հավատք, որ Քրիստոսը հարություն է առել եւ ես էլ նրա հետ մեկտեղ պետք է հարություն առնեմ հարության օրը եւ պիտի թագավորեմ Տիրոջս հետ։ Այս է կենթանի հավատքը։ Ոչ մահը, ոչ զորությունը, ոչ հրեշտակները չեն կարող մեզ Քրիստոսից բաժանել, որովհետեւ ինքը մեզ սիրում է եւ ինքը ասել է ես բարի հովիվն եմ, ով կարող է այդ հովվի ձեռից որևէ ոչխար խլել։ Դու գիտես ավելի մեծ զորություն քան թե Քրիստոս։ Եթե չգիտես, որ իմացի նրա ձեռքից ոչ մի զորություն չի կարող իր ոչխարին խլել։ Միայն մենք կարող ենք անհավատության պատճառով հեռանալ իրենից եւ ընկնել գայլի բերանը։ Ուրեմն Աստված իր խաչի տակ, այսինքն Քրիստոսի գավազանի տակ մեզ ամուր եւ հաստատ պահի։ Եվ ասում է եւ նրանց ասաց. այսպես է գրված եւ այսպես պետք է Քրիստոսին չարչարվել եւ երրորդ օրը մեռելներից հարություն առնել։ Գրված էր, որ Քրիստոսը պետք է չարչարվել եւ մեռելներից հարություն առներ։ Աշակերտները ինչու լքեցին Հիսուսին, որտեղ նրանք պարտված Հիսուս տեսան։ Չնայած Հիսուս ասում է, պետք է ինձ մատնեն, պիտի չարչարեն, պիտի անարգեն, ավազակներ հետ պիտի ասել էր, բայց էլի չհավատացին։ Որտեղ մարդուն երբեք պարտված Քրիստոս իրանք չեն ընդունում, պարտված Աստված չեն ընդունում։ Բայց դու մի ասա, Աստծո փրկagorցության ծրագրի մեջ մտնում էր իր չարչարանքը, իր տառապանք, իր անարգանքը, իր խաչը մտնում էր այս բանի մեջ։ Քրիստոսի փրկagorցական խորհրդի մեջ կար չարչարանք, կա անարգանք, կա տառապանք։ Եթե դու միայն հաղթանակած Քրիստոս ես սպասում, որ միշտ ինքը պետք է հաղթանակած վիճակում լինի, դու միշտ պարտված կլինես։ Որտեղ Քրիստոսը խոնարհվեց, երեխայի նման եկավ մեր ոտքերը լվաց։ Նա Փարիսեցիների անարգանքը կրեց, մարդկանց ծաղրանքը կրեց, անօրեն մարդկանց թոքը իր երեսին ընդունեց, հայոյություն ընդունեց, մահվան արժանի ավազակի հայյանքները լսեց, մեխերի ցավերը կրեց, գեղարդը իր սրտի մեջ ընդունեց։ Այս բոլորը Քրիստոսի չարչարանքների եւ մեր փրկagorցության մեջ էր մտնում։ Լավ, Քրիստոս պետք է չարչարվեր, պետք է խաչվեր, պետք է հարություն առներ, բայց մեզ ինչ։ Հիսուսը ասաց, ինչպես ինձ արեցին, այդպես էլ ձեզ պիտի անեն։ Եթե ես չեմ հավատում, որ իմ փրկagorցությունը այդ ճանապարհով պիտի լինի, նշանակում է ես ուրիշ փրկիչ եմ փնտրում, որը պիտի չչարչարվեր, այլ պարզապես պետք է ինձ մահվանից կյանքի փոխեր, այդպիսի փրկություն չկա։ Տերը ասեց, ես պիտի չարչարվեի, ես պիտի խաչվեի եւ պիտի հարություն առնեի, բայց ասում եմ դուք էլ պետք է նույն չարչարանքներին մասնակից լինեք։ Չէ՞ որ Հիսուս ասեց, իմ մարմնի անդամներն եք դուք։ Քրիստոսի եկեղեցին, որի ամեն մի անդամը դու ես եմ։ Եթե Քրիստոսը չարչարվում է, նշանակում է ես էլ պիտի չարչարեմ, չէ՞ որ Քրիստոսի մարմնի անդամ ենք։ Եթե իմ ձեռքը վիրավորվել է ինչ-որ բանից, այդ ցավը ամբողջ մարմինն է կրում։ Մենակ ինքը չի կրում այդ ձեռքը, ամբողջ մարմինը ցավում այդ ձեռքի համար։ Մանավանդ եթե գլուխն է ցավում, ապա ամբողջ մարմինը տառապանքներն է կրում։ Քրիստոս եկեղեցու գլուխն է, եթե ինքը պիտի չարչարվեր, ուրեմն մենք էլ պիտի չարչարվենք։ Դու հիմա չարչարվում ես Քրիստոսի հետ։ Եթե այո, երանիկ ես, ապա նրա հարությանն էլ պիտի հաղորդ լինես։ Եթե քո չարչարանքները Քրիստոսի հետ չէ, Քրիստոսի համար չէ, ապա չարչարանքները փուչ է, նման է այն ձախակողմյան ավազակի չարչարանքներին, որը ի վերջո դժոխք պիտի իջեցնի։ Բայց աջակողմյան ավազակը խաչվեց
իր մեղքերի համար, բայց հավատքով արդարացավ եւ իր չարչարանքները արդեն ոչ թե դժոխքի համար էր, այլ Հիսուսի խոսքի համեմատ ինքը ասեց. այսօր ինձ հետ կլնես դրախտում։ Տեսակ երկու չարչարանք կա Քրիստոսի հետ, որովհետև ավազակը հավատաց Քրիստոսին եւ Քրիստոսին հակառակ, որ չհավատաց, որ Քրիստոսն եւ հայոյեց։ Լավ, ինքը չհավատաց Քրիստոսին եւ հայոյեց։ Հիմա աշխարհում շատ մարդ կա, որ Քրիստոսին չի հայոյում։ Քրիստոնյա մարդիկ են, դա իսկապես պղծություն է, որ Քրիստոսին հայոյի։ Բայց այս մարդիկ ամբողջ օրը Քրիստոսին հայոյում են իրենց կյանքով։ Աստված սուրբ է, նրա օրենքները սուրբ են, նրա պատվիրանները սուրբ է։ Եթե ես չեմ պահում Քրիստոսի պատվիրանները եւ ինձ համարում եմ քրիստոնյա եւ անարգում եմ նրա պատվիրանները ամեն ժամանակ, ամեն բանի համար, ամեն խոսքով, ամեն իրավիճակում, նշանակում է ես հայոյում եմ Քրիստոսին։ Ուրեմն ես Զախակոմյան ավազակի հետ միասին եմ Քրիստոսի չարչարանքներին մասնակից լինում, բայց այդ չարչարանքները միայն ինձ դժոխք պիտի իջեցնեն։ Ուրեմն ամբողջ գաղտնիքը սրա մեջ է։ Ես ում հետ եմ չարչարվում, Քրիստոսի հետ, Քրիստոսի համար, թե առանց Քրիստոսի։ Երանի թե մենք իսկապես Քրիստոսի հետ չարչարվեինք հավատքով, այդ ժամանակ մենք դրախտի խոստումը, որ տրված էր ավազակին, նաև մեզ կվերաբերվեր։ Տերը այդպես բոլորիս ապրելու շնորհ տա։ Եվ այս շաբաթվա մեջ գնացեք եւ խոստովանեցեք ձեր մեղքերը։ Գնացեք այս ողորմության շաբաթը, որ Տերը գաղտնիքը բացել է, գնացեք օգտվեք այս շաբաթի մեջ։ Եվ այս շաբաթվա մեջ ձեր բոլոր հարազատներին եւ ինչ որ հոգսեր ունեք ձեր սրտի մեջ, ցավեր ունեք, թե հոգեվոր, թե շնչավոր, թե մարմնոր, տարեք Տիրոջ առաջ, ասեք Տեր Աստված, այս բեռը բերում եմ քո առաջ։ Ողորմիր այդ մեկին, փրկիր այդ մեկին, բժշկիր այդ մեկին, դարձի բեր, ինչ ուզում ես արա, միայն քոնը լինի։ Այս ողորմության շաբաթից օգտվենք, այս իմաստությունը Տերը թող բոլորի շնորհի։ Եվ ոչ միայն այսքանը, ապա մենք այս շաբաթվա մեջ խոստովանենք եւ այս կիրակի անպայման հաղորդվենք, որտեղ Քրիստոսի հարության օրը ոչ ոք սուրբ հաղորդություն չի առել, որտեղ դեռևս չէին հավատում։ Բայց առաջի կիրակի մեջ, որ կոչվում է Կարմիր կիրակի, կենդանության կիրակի, այդ ժամանակ արդեն Քրիստոսի հետ հարաբերվեցին, որտեղ Քրիստոսը նոր լսեցինք, հացը կտրեց եւ տվեց։ Տերը բոլորիս շնորհ անի, որպեսզի իր կենարար հացը հավատքով ընդունենք։ Ամեն։ Հոգսերս վերցարու, արտասվող աչքերս չարացրու, անկացիս քո խաչին բարձրացրու, մեռացեմ նոր կյանքով ապրեցրու, խոստումիդ համաձայն քեզ եկա, սուրբ խաչիդ հավանու տակ մտա, ներիր ինձ, սիրիր ինձ ու գտա, անկացիս, մեռացիս, անկացիս մեռացիս ողորմյա, անկացիս մեռացիս ողորմյա, ողորմյա։
վրա արյունը ծողեցրու նորոգիր հոգիս ուլացրու մեղքերս ինձանից հեռացրու կորցրու անձային մոռացրու խոստումիդ համաձայն քեզ եկա սրբաչի հովանու տակ մտա ներիր ինձ սիրիր ինձ ու գտա առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա Խոստումիդ համաձայն քեզ եկա Սուրբ խաչիր հովանու տակ մտա ներիր ինձ սիրիր ինձ ու գտա առանց քեզ Տեր Հիսուս առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա առանց քեզ Տեր Հիսուս կյանք չկա կյանք չկա